Բարի երեկո, սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, սիրելի հետևորդներ։ Ժողովուրդ ջան, այսօրվա իմ թեման ուզում եմ անդրադառնամ մեր ընդդիմադիր դաշտին, որը որ այսօր միամտաբար եւ ռուսի բարձր հովանի ներքո հայտնվեց ազգային ժողովի դահլիճում եւ եւս մեկ անգամ դեռ պետք է շարունակի խոչընդոտել ապականել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը։ Ժողովուրդ ջան, այսօր կանգնում են տամբյոնից գոռում են, որ այսօր ամենաամոթալից օրն է Հայաստանի Հանրապետությունում մեծն սրբազանի դատն է, մեծն սրբազանը ձերբակալվել է, մեր քահանաները, մեր սրբազանները։ Հիմա ես ինքս անգրագետ, դու գրագետ, ես մի հատ հարց տամ։ Մենք էլ ենք քրիստոնյա, մենք էլ ենք հայ, մենք ապրում ենք Հայաստանում եւ գիտակցում ենք ինչ է նշանակում Աստծոտունը, եկեղեցին, մեր տաճարը, մեր խաչը, մեր կրոնը, մեր հավատքը։ Մենք այդքան բանը գիտակցում ենք։ Եթե դուք մտածում եք, որ ձեր գիտելիքները այնքան է ձեզ բավարարում, որ դուք այսօր հայրենասերի պիտակը, քրիստոնյայի պիտակը շալակած քահանա եք պաշտպանում ու մենք էլ գիտելիքը չունենք, նրանց վնաս ենք հասցնում, չարաչար սխալվում եք։ Մի հատ կարակ բացատրեք, որ քահանաներին եք պաշտպանում, որ կաթողիկոսին եք պաշտպանում։ Ուզում եմ իմանամ։ Ժողովուրդ ջան, այն կաթողիկոսների համար են կռիվ տալիս, այդ մի քանի կաթողիկապաշտները, ով որ եկեղեցին դարեր ի վեր Հայաստանի Հանրապետության Սուրբ Էջմիածինը դարեր ի վեր ծառայել է որպես վարչապետի ասած չուլան։ Այո, եկեղեցին դարել է չուլան։ Դրսից եկած բոլոր օգնությունները որպես ապաստարան պահեստազորային պահեստա ծառայել Հայաստանի Հանրապետության գրեթե 99%-ը եկեղեցիներից։ Իսկ այն մնացած մի տոկոսը, որը չի գործել, նրանք արդեն գլխակորուստ, խոնարհված, ավիրված, գլխատված վանքեր են, որ դարեր ի վեր ոչ մի վերանորոգման կոսմետիկ աշխատանքներ չեն տեսել։ Դրան հետո կանդրադառնամ Հայաստանի Հանրապետության եկեղեցին, Հայաստանի Հանրապետության Սուրբ Էջմիածնում գտնվող Սուրբ եկեղեցին դարեր ի վեր ծառայել է Ռոբերտասերժական կլանին, որպես եկամտի աղբյուր, նույն այդ քահանաներին, որպես եկամտի աղբյուր։ Կներեք, այդ եկեղեցին, որ այսօր կանգուն է Հայաստանի Հանրապետությունում, այդ Սուրբ Էջմիածինը, այդ Օշականը, աշտարակի այդ վանքերը, բոլոր Հայաստանի վանքերը, որ այսօր կանգնած են, այդ վանքերը կայնած են մեր տղերքի այրան գնի հաշվին։ Այն տղերքի այրան գնի հաշվին, որ անդառնալի պատերազմից օրերին Արցախից փակած արկղներով, դագաղներով բերում էին մեր երեխեքին, ծնողներից մի քանիսը հարազատներից ուժասպառելած սքաշաղախ քեռիներ, հոպարներ, հարևաններ, սրտացավ ու եկաններ գալիս են գյուղի եկեղեցի, քահանայի հետ խոսում էին 100,000 դրամ փող էին տալի, որ մեր երեխեքի ազատագրած եկեղեցին բերեն դնեն իրանց ավիրված մարմինը։ Այդ եկեղեցիների քահանաներից եք խոսում, այդ դիշովկեք։ Այդ դրանք եկեղեցիներ են, բայց մեջինները եկեղեցին քանդող, ավիրող, ապականողներ են։ Ինչ է նշանակում Տեր։ Ինչ է նշանակում Տեր հայր չէ, Տեր։ Մենք Տեր հայրեր չենք ունեցել, մենք տերներ ենք ունեցել, տերներ, որ իրանց թափ են տվել անտերը, մեզնից խլել են մեր փողերը։ Մի հատ տեր հիշում եք, մի հատ եկեղեցու Էջմիածնի եկեղեցու այդ դեբիլներից մեկին հիշում ես, որ ասի անմեղ երեխեն մահացել է, զոհվել է, չգիտեմ տարես թոշակառու մահացե, կայնի գնամ առանց որևիցե մի բանի, իմ Աստծո խոսքը հայտնեմ, իմ հանգուցյալին ճանապարհեմ, երկինք կամ դրախ կամ դժող կամ թողեմ կամ իմ տունը։ Մեռել հաշվելով ապրեցին տերները միանձնուհի եկան դառան միանձնուհի դառան, կնգապես կնիգը ոնց այդմ դառնը միանձնուհի, այդ էս, բայց տակից երեխեք էլ ունեցան, 15 հատ թորնիկ էլ ունեցան, 6 հատ պոռնիկ աղջիկ էլ ունեցան, ոսկե հատում բենզակալոնկեք էլ ունեցան, ջերմոցներ էլ ունեցան, ու այսօր դուք դրանց համարում եք տեր, մեր տերերը իրա զավակին, քրիստոնյա մարդը, իրա 20 տարեկան զավակին, որ երկիրը ազատագրե, որ չի թողե Հայաստանի Հանրապետության սահմաններն ավիրվի ու ապականվի, այդ երեխեքին հողարկավորել է 100,000-ով, այդ երեխեքի մարմինը եկեղեցիներում դնելու համար տվյալ տերները 100-120,000 դրամով փող են առել։
Ինչ տերտերների մասին է խոսքը։ Մի հատ հələ հետ գնացեք են մեր ապրած մութուլուս տարիները, այն որ որոշում էին, տանը տատի էր մահացե, պապի էր մահացե, ջահել էր մահացե, մեր էր մահացե, չէին կողնորոշվում ինչ անեին, այդ 100,000-ը, 50,000-ը, այն վաղ 60,000 էր, 50,000 էր, տան տերտերին, թե չտան տերտերին գյուղի մեծերից մեկը կխոսա, ինչ տերտեր, որտես տեսե Աստծո խոսքը ժողովրդին հասցնող մարդը, Էկո Յանդեքսի պես Աստծո խոսքը հասցնի իր զավակին, իր ժողովրդին, մեր տերտերները կոմֆորտ տաքսի են, մենք նստել ենք իրանց մեջ, բայց իրանք են մեզ քշե, վերնագիրը նենց այլ է, որ մենք իրանց քշենք, բայց իրանք են մեզ քշե, կարելի է սենց ասել, իրանք մեզ պետք է ենթարկվեն, իրանք իրանց զավակին պետքա տեղ տային, պետքա Աստծո տաճարի դուռը բացեն իրանց երեխեքի առաջ, կնունքի ժամանակ են ալելույա ծուխծես փողը մեզ, թաղման ժամանակ էլ ալելույա ծուխծես փողը մեզ, ու այսօր դրանք դարել են քրյա օլիգարխ բիզնեսմեններ նախկին իշխանությունների տակը թաքնված, այդ տերտերները եղել են Դոդի Գագոյի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյան նման ուռոդների կանանց համար ծառայող ու նրանց կանանց մենակ անվճար ալելույա անողներ, դրա համար էլ այսօր ամենամեծ բիզնեսներն ունեն, ամենակլասիկ ջերմոցներն ունեն, Հայաստանի Հանրապետությունն է մենակ, որ տերտերը ունի բենզակալոնկա, լավ թող ունենա, Հայաստանի Հանրապետությունն ամենակ, որ քահանան ունի այդ տերտերը, այդ ուղեղից անտեր տերտերը, որ դարերի վեր ժողովրդին Աստծուց կտրելա, դրա համար էլ մենք եկել ենք այսօրվանն ենք ասել, դրա համար էլ արհավիղքն եկավ Հայաստանի գլխին, հայ ազգի գլխին, բայց իրանք չտուժեցին, բայց հիմա արդեն իրանք տուժում են, միակ տերտերն է, որ կայնում ենք ասում ենք դե լավ հա, ջերմոց ունի ոչինչ, բենզակալոնկա ունի ոչինչ, արա այս բոզի տղերքը կլուբ էլ ունեն, ոնց կարա տերտերը, որ սեռական, անձնական, սեռական կյանք չունենա, բայց կլուբ ունենա, նա ոնց կարա սեռական կյանք չունենա, բայց փառք Աստծու, իրանց փայասուն, էլի մեր փայասուն չէ, մեր տերտերները կնիգել ունեն, երեխեք էլ ունեն, պոռնիկ աղջիկ էլ ունեն, արդ երկրում տղայել են բռնաբարել, Հայաստանի Հանրապետությունում զինվոր են հողարկավորել 50,000 դրամով, Հայաստանի Հանրապետության եկեղեցին, որ այսօր զանգը հողանջմա հայ զինվորի արյան գնի հաշվին 100,000 դրամ վերցրել են, որ երեխու մարմինները 2 ժամ դնեն տե մեր տերտերները ժողովրդի հետ վարվել են ուղեղից անտեր ու դադարք մարդու պես, մեր տերտերները թալանչիներ են, մեր տերտերները երկող բոշեկ են եղել, մեր տերտերները 99% բոշեկ են, բոշեկ, Արագածոտնն մարզում մի հատ տերտեր կա, պահակին հանեց, ռադարեց, հորը դրեց պահակ, մոմ ծախողին հանեց, ռադարեց, մորը դրեց մոմ ծախող, մեր տերտերները, մեր Հայաստանի Հանրապետության, որ համարվել ենք Հայաստանի Հանրապետությունում երկրագնդի վրա համարվել ենք միակ քրիստոնյա ազգը, մեր ազգի վերնագիրը փոխելա, մեր քրիստոնյա ազգի վերնագիրը փոխելա, մեր սրբավայրերը սարքելա բիզնես կլաս իրանց համար, ասում եմ, Հայաստանի Հանրապետության քահանաները կոմֆորտ տաքսիներ են, եթե մոդենում ես իրանց, սովորական Յանդեքսին օշականից աշտարակ, դիտաս 1200 դրամ, կամ օշականից կանչած ցանկացած տաքսի, կամ աշտարակի տաքսում, պետքա տաս 1000 դրամ, որ քեզ տանի օշական, մեր քահանաները, այդ քաքոտ քահանաները, ուղիղ կոմֆորտ տաքսի են, եթե դրանց մոտեցար, մինիմալ 20,000-ը մեջն է, այս կարգի է ծառայել Հայաստանի Հանրապետության քահանան հայ ժողովրդի համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդին Աստծու հետ կապող մարդը
փողով է կապել։ Ինձ թվում է, որ մի $1000 ավել դնեի դրանց ջեբը, դրանք կզանգեն իրանց փայ ասում, կասեն ես ինչ մեկը բողոք ունի, քեզ կամ խնդրանք Աստված ջան։ Այդ կարգի է Հայաստանի Հանրապետության եկեղեցիներն ավիրվել, ապականվել, պղծվել, որ եկեղեցիները որ Հայաստանի Հանրապետության եկեղեցիները, վանքերը, մեր սրբաքարերը, մեր սուրբ վանքերը, որ Հայաստանի Հանրապետության ամենաբանուկ, ամենակենտրոն հատվածում են շատ կայուն են, որովհետև եկամուտ բերող են։ Եկամուտ բերող մի այլ կարգի։ Հələ գնա մտի Աբարանի գյուղերը, նախկինում խոնարհված եկեղեցիները տես, որ ներկայիս Աբարանի քաղաքապետը վերականգնում է։ Հələ գնա Թալինում տես քանի հատ եկեղեցի կա, մատերիդ վրան չես կարա հաշվես։ Նոր պարոն Սապեյանը վերականգնում է։ Բոլորը գլխակորուս եկեղեցիներ են, բոլորն անտեսված ու խոնարհված են։ Հայաստանի Հանրապետության քահանաների այդ բանդան, այդ որջը, որ նստել է Էջմիածնի տաճարում ու պղծել է այդ տաճարը, դրանք պղծել են Հայաստանի Հանրապետության եկեղեցիների գրեթե 60%-ը, պղծել են, անտեսել են, պղծել են, ավիրել են, պղծել են, թալանել են, որ եկամուտ չի բերել, լրիվ անտեսել են, բոլոր վանքերը խոնարհված են Հայաստանի Հանրապետությունում գրեթե, գյուղերում գտնվող վանքերը, մտնում ես Աբարանի դաշտամիջյան հատվածները, ընենց եկեղեցիներ կա գլխատված, հիմա նոր վերանորոգվում է, ու դուք եկել եք այսօր խոսում եք Տեր պաշտպանելուց, Տերին պաշտպանում է, Տերի անտերի հետ խաղացող, ազգային ժողովի ամբիոնը բռնի բռնազավթած, 36 տարի այդ ամբիոնը եկամուտի աղբյուր օգտագործած մեր դաշտանները, նրանք դաշնակ չեն, նրանք դաշտան են, այն դաշտաններից չեն, որ սովորական հիվանդանում է մարդը, հետո լավանում է կինարմատը, ոչ, նրանք դաշտան են մի այլ կարգի, որ երբեք բուժում չկա դրանց, նրանք Հայաստանի Հանրապետության հասարակության ուռուցքն են, որը ոչ մի քիմիա չի կարում մաքրի, ոչ մի ճառագայթ չի կարում մաքրի, ոչ մի բան, նրանք ուռուցք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կոկորտին կանյած, դարերի վեր այտենց էլ մնացել են իրանց մոտ բացարձակապես ոչինչ չի փոխվել, բացարձակապես Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրել եք, խայտարակել եք, այսօր հելնում եք, եթում եք եկեղեցի օրհնություն ստանաք, ումից եք օրհնություն ստանում, եթե Հիսուսի նկարը պատից իջացրել են, Սամվել Կարապետյանի կնոջ նկարն են կպցրել, ումից եք օրհնություն ստանում, եթե եկեղեցու ձեզ օրհնող, ձեզ որդնող քահանան ստրիպտիզ կլուբ ունի, ումից եք հաղորդություն ստանում, ուզում եմ իմանամ, եթե ձեր համար ձեզ օծածա օրհնած քահանան քերագինա դոմփում ումից եք օրհնություն ստանում, ուզում եմ այդ ամեն ինչը իմանամ, ձեր համար ստեղծել եք կեղծ կոալիցիա, ձեր համար ստեղծել եք կեղծ եկեղեցիներ, ձեր համար ստեղծել եք կեղծ քահանաներ, ձեր համար ստեղծել եք ամենապոռնիկաբանական ինստիտուտից դուրս եկած տերտերներ ու դրանց անունը դրել եք սուրբ, ու այսօր էլ համարում եք, որ իրանք սուրբ են, ու այսօր էլ դուք համարում եք, որ իրանք կանգնած են ժողովրդի կողքին, ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում, ժողովուրդ դուք գիտակից, վանքերում մոմ մի վառեք, Աստված կանչեք ու վերջ, այդ մոմի փողը Աստծունը չի, այդ մոմի փողը տվեք մի հատ անհաց ու ջուր երեխու, թող մի հատ բուլկի առնի բավարարվի, այդ մոմի փողը մի հատ տես պղծված քահանայի ջերմոցի վառելիքի փողն է, այդ մոմիդ փողը մի հատ պղծված քահանայի ընկշած ռենջի բենզինի փողն է, մոմ մի վառեք եկեղեցիներում, ես իմ տան մեջ մոմ եմ վառում, փաստացի բոլոր ապացույցներով, նայեք, Հիսուսի ձեռքը սարքած, դրած ես իմ մոմը վառում եմ, այստեղ էլ փողը հավաքում եմ, ձեռից դրա եղած կոպեկը դնում եմ ստե, հետո գնում եմ մոմ եմ առում, պարտադիր չի, իմ տունը սաղ սրբի նկար է, սաղ, պարտադիր չի, որ դուք էթա եկեղեցի մոմ վառեք, ժողովուրդ ջան, գնացեք եկեղեցի, բայց մոմ մի վառեք, ժողովուրդ ջան, մի վառեք այդ մոմը, մի վառեք, որ այդ փողը դրանց չասնի, եկեղեցին բիզնես կլասա, մի հատ խորը մտածեք ժողովուրդ, որ մոմ ես վառում, այդ ծուխը բարձանում է երկինք, Աստված տենում է քեզ գովաբանում է, թե մեղքից է հեռու պահում, թե շառից,
դու քու մեջ ունեցիք ու Աստվածը։ Մենք քրիստոնյա ազգ ենք, սիրում եմ իմ Աստծուն։ Ես չոքած գնացել եմ հազարավոր եկեղեցիներ, հարյուրավոր եկեղեցիներ։ Մոմ մի վառեք, ժողովուրդ ջան, մի վառեք, մոմի փողը տվեք մի հատ հաց ու ջուր երեխու, տվեք մի հատ ծեր թոշակառուի, տվեք փողոցում նստած մի հաց հավաքողի։ Ես չեմ ասում մուրած կամ մարկանց կամ էլ բոմժ, ես դա ասելու պիտակավորելու իրավունք չունեմ, բայց մի վառեք մոմ։ Աստված չանի, ինչ էլ նմա թո ժամանակին լինի, ժողովուրդ ջան, հանգուցյալի վրա էլ այդ պղծվածներին մի բերեք, այդ մարդիկ 60 տարի են ապրել, 40 են ապրել, թե 20, սես թե նենց, դրանցից որ օրհնություն են ստացել, այդ արդեն պղծվածություն է համարվում, պետք չի որ վերջի օրն էլ բերեք ավելի պղծեք մարդկանց, մի բերեք քահանաներին ձեր տները, դրանք խայտառակություն են, բառից բուն իմաստով, կամ լավերն էլ կան, բան չունեմ ասելու։ Ես իմ գյուղի մեջ տեր եմ ճանաչում, որ խոնարհված եմ իր առաջ, ինքը որ ավտոյով անցնում է բարևել տա չտա, ես խոնարհվում եմ, իրա ցավը տանեմ, բայց ինչ մնում է մեր Էսեշմիածնի անդառնալի բանդային, սա Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային ժողովն է, Էշմիածնի Սուրբ եկեղեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության Սուրբ Էշմիածին եկեղեցին է, այլ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանության ներկայիս երկրորդ ազգային ժողովն է, երկրորդ ազգային ժողովը, բացի Աստծո խոսքից, բացի նոր կտակարան կարդալուց, բացի Աստծո հետ հաղորդակցելուց, ամեն ինչով զբաղված են, սեռական աշխարհ ունեն, բենզակալոնքեք ունեն, եւս մեկ անգամ շեշտեմ, ամեն ինչ, քեռագիններ ունեն ջակուզիի մեջ դոմփող, ամեն ինչ ունեն, ամեն ինչ, մոդենաս Աստծուց մի բառ հարցնես չեն կարող ասեն, բայց մոդենաս բիզնեսից հարցնես, ջերմոցից, կլուբնիկից, հյուրատներից, Վահագնի թաղամասի էլիտար շենքերից հարցնես իրանց առանցին սեփականատներից, ամեն ինչի պատասխան ունեն։ Նայ մեզ խայտառակությունը ժողովուրդ ջան, ախ մինչև երբ ժողովուրդ, մինչև երբ, ինչքան կարելի է, ու այդ պոռնիկները այսօր ազգային ժողովի ամբիոնից գրում են խայտառակություն, մեր քահանան, մեր Սուրբ Էշմիածինը, բայց ձեր Սուրբ Էշմիածինը, որ ձեր քահանային ձերբակալ են, ձեր այդ անտերի անուն ինչա, առաջի բյա, երկրորդ բյա, չգիտեմ ինչա, ինչա լինելու ձեր Սամվել Կարապետյանի նկարների հետ, ձեր Սամվել Կարապետյանի անկյունների հետ, մեր եկեղեցին ինչա, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը միայն ու միայն պետք է խոնարհվի Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի առաջ, չկա նման բան, վարչապետը արդեն 9 տարի է իշխանության է, 10 տարի է իշխանության է, 2 տարի է որ աշխատում է այդ մարդը, 2 տարի է, այն մի տարի է աշխատում արդեն Հայաստանի Հանրապետության վերանորոգման, բարեկեցիկ կյանքի, նորմալ տրանսպորտի, նորմալ մանկապարտեզների, կրթօջախների համար, պետական համակարգի համար, այդ մի տարի այդ ուղղությամբ աշխատում, բայց արդեն 8 ամիսա, 9 ամիսա տարին չի լրաց է, աշխատում է, բոլոր են տականքներին, որ բռնում է չթողի, իսկ առաջ բռնում էր, թողում էր, բռնում էր, թողում էր, բայց հիմա կզացնում է, հիմա թթի ծառի պես թափատալի, ասում են Դոդի Գագոյի ունեցվածքը, կներեք, Դոդի Գագոն խլել է հազարավոր երեխեքի երջանիկ ապականու խեղաթուրել է նրանց մանկությունը, խի պիտի հյուսիսային պողոտայից բռնի ուժով 80 տարեկան տատիներին դուրս շպրտեն, հենց այդ Դոդի Գագոները, այդ Քոչարյանները, այդ կեղծ բարերը Սամվել Կարապետյանները, խի պիտի մեր Հայաստանի Հանրապետության կրծած կուկրուզը անիավեր դառնար Քոչարյանի համար բիզնես կլաս թաղամաս, ուրա մեր Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ամենաբանուկ թաղամասները, ուրա, ժողովուրդ ջան սպասեք բոլորը հատ հետա վերադարձվելու ձեզ, հատ ու իրոք վերադարձնելու ենք, բռնել թողել խողովակները փակա, մենակ աշխատում է բռնել խողովակը, թողել չկա, ձեզ բեռնաթափելու, որովհետև դուք Հայաստանի Հանրապետության ամենաանդառնալի բեռն եկել է ու գողացել եք Հայաստանի Հանրապետությունը 16-17 հոգով
5-6 կուսակցությունով, խլել եք մեզնից մեր առօրյան, մեր ներկան, մեր անցյալը, մեր ապագան, մեր երեխեքի են մի փոքրիկ պուրակն էլ որ պետք է խաղան ու սարքել եք ձեր համար բիզնես կլասի որջ ու այդ բոլոր որջերը հետաբերվելու Հայաստանի Հանրապետությանն այսօր պատկանում ցեմենտը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում Երևանի կոնյակի գործարանը որը Հայաստանի Հանրապետության քաղաքի ամենաբանուկ հատվածում է գտնվում ինչի այդ դուք ով եք դուք քնել եք դարերի վեր արթնացել եք տկլոր կանգնել եք ձեր բալկոններում ու ձեր գլխարկն ու տրուսիկը ձեր հակից հանել եք նախկին իշխանությունի եկած բոզի տղերք ձեր գլխարկը շպրտել եք որտեղ ընկել է դուք այդ տարածքը տիրացել եք դու Հայաստանի Հանրապետության ամբողջ անտառները յուրացրել եք Հայաստանի Հանրապետության Սևանը որ հազարավոր զինվորների արյան գնի հաշվին մինչև առեսօր Սևանա մնացել այդ զինվորների մամաները պապաները որբերը այդ Սևանում 50-60 հազար դրամով փող են տվել որ մի քոսոտ տաղավար տակ որ այդ երեխեքը լողանան կամ հանգստանան դուք Հայաստանի Հանրապետության ամենաանդառնալի ուռուցքն եք դուք Հայաստանի Հանրապետության այն ցենտրալնի կանալ կոյուղու մեջի ամենակեղտոտ կեղտից էլ վերանկեղտ եք դուք բոզաբաշուկներ եք որոնց բոլորի վրա ապահովիչ հագցնելով բռնի ուժով մտցնում են ամենահամապատասխան տեղը ու դուք այդ տեղից դուրս չեք գալու բացարձակապես դուրս չեք գալու Այսքանը ժողովուրդ ջան այն քահանապաշտպանող հատվածին ով որ քահանայի քակութեկը լափելով Հայաստանը քանդելով վանքերն ապականելով դարել են միլիարդատեր քահանաներ որոնք ֆռում են լեքսուսներով որոնք ֆռում են յաշիգներով չգիտեմ ինչ տեսակի ավտոներով դուք քահանաներ չեք դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար գիշերը աղոթել եք որ ցերեկը մեռել ունենաք որ այդ մեռելի փողով այսօր բիզնեսներ ունենաք, ստրիպտիզ կլուբ ունենաք, քեռագին բռնաբարելու հնարավորություն ունենաք, Սփյուռքում անչափահաս երեխա, տղա երեխա բռնաբարելու հնարավորություն ունենաք, դուք Հայաստանի Հանրապետությունում քաքարաններ եք, ոչ թե քահանաներ, դուք Հայաստանի Հանրապետության ամենաանդառնալի ուռուցքն եք, ամենաանդառնալի ուռուցքը, դուք պսորիազ եք Հայաստանի Հանրապետության ժողովրդի մատ, ստեղից մաքրվմա դեղի միջոցով, ստեղա աճım, հետո ստեղա աճım, հետո ստեղա աճım, դուք ամբուժելի ցավ եք, ձեր միակ բժիշկը վարչապետն է, ձեզ բռնաբարելով, բեռնաթափելով, Հայաստանի Հանրապետության բյուջեն լցելով ձեզ դի կողի ծակը, տուդա ապրատնի չիլնելու ձեր տոմսը, մենակ տուդա, ու վերջ, ապրատնին չիլնելու դուք հետ չեք գալու, կամ հակառակը, այստեղները սա հասե, նայում ես այդ ազգային ժողովը, այն նոր պրաստիտուտկեքը, որ կանյում են տեցիկ ռուկ, բան նրանք են կրվում տեղի ման, հիմա մեր ազգային ժողովի Դաշնակ խումբն է, տղա աղջիկ բոլորը պոռնիկաբանական ինստիտուտ են եւ միջանցքում սպասում են նրանցից սնուցվող պոռնիկաբանական լրագրողները խայտարակության ամբող վերին աստիճանի խայտարակության ամբող երբ որ նայում ես սիրտդ խառնում է ուզում ես ազգային ժողովում ամբիոնում եթե կանես խոսաս ուզում ես դնչիդ մի հատ դժկալ կապես կորոնավիրուսի ժամանակ ոնց էր ու բոլոր ծակտեղերդ փագես որպիսի դաշնակա վիրուսը չմտնի քո մեջ էդի ամենավատ վիրուսն է ու դուք այդ վիրուսն եք դուք Հայաստանի Հանրապետության ամենակեղտոտ հատվածն եք Հայաստանի Հանրապետության ցենտրալնի կանալիզացիան էլ ավելի մաքուր է քան թե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի այն ձախ հատվածը որտեղ որ վեր են ընկած դաշնակները Այսքանը ժողովուրդ ջան լավ մնացեք